Քաղաք գնալու, կրթություն ստանալու, կյանքը բարեկեցիկ դարձնելու Նազիկի ցանկությունն է կռիվ գցել իր եւ ամուսնու Սեթոյի միջև։ Ամուսիններով գումար են վաստակում խրտվիլակ աշխատելով, դաշտերից ագրավներին են քշում։ Ագրավաձորսի ընտանիքին այս վեճը հասցրել է գյուղապետարան։ Այստեղ էլ փորձում են հարցը լուծել, այսպես ասած, օրենքի շրջանակում։ Սեթոն դեմ է կնոջ քաղաք գնալուն, թե մարդիկ ինչ կասեն, կինը գյուղից քաղաք գնա, դեռ մի բան էլ կրթություն ստանա։ Որոշել եմ գնամ քաղաք, կրթություն ստանամ, մարդ դառնամ, փող հավաքեմ ու գամ մեր գյուղում անասնապահական բիզնես տնեմ։ Ձևով ու բովանդակությամբ նոր ներկայացումը Գյումրի է բերել փոփոխությունների թատրոնը։ Այն ինտերակտիվ է, դերասանները պարզապես չեն խաղում, նաև ներկաներին են դարձնում անմիջական մասնակիցը։ Կենտրոնում հանդիսատեսն է։ Ամենաթեժ պահերին դահլիճից բեմ բարձրանալով հանդիսատեսը ընդմիջում էր ներկայացումը, արտահայտում կարծիք, առաջարկում լուծումներ, ուղղություն տալիս եւ արդյունքում սյուժեն զարգանում էր հնչած կարծիքների հիման վրա։ Պարոն գյուղապետ, Նազիկը շատ ճիշտ տեղ է եկել։ Ինքը եկել է իր իրավունքների հետևից։ Նազիկը իրավունք ունի գնա քաղաք, կրթություն ստանա։ Հետո Նազիկը միտք չունի գնա քաղաք, փախչի բոլորից։ Միտք ունի գա գյուղում, համայնքային ծրագրեր զարգացնի։ Հետևաբար դուք, որպես իրավասու մարմին, այո, պարտավոր եք պեչատել Նազիկի դիմումը։ Բայց այս պարտին ասում ես ճիշտ կա, Ներկայացումը տարբերվում է կլասիկ թատրոնի ոճից, այստեղ մենք քանդում ենք 4-րդ պատ հասկացողությունը ու անմիջական շփում ունենք հանդիսատեսի հետ, լինում են քննադատություններ, բանավեճներ, բայց այդ ամենը առանց իհարկե բռնության ու իհարկե առողջ մթնոլորտում։ Փոփոխությունների թատրոնը շրջում է մարզերում, համայնքներում, ոչ միայն մշակութային կյանքն է աշխուժացնում, նաև մտածողություն ու վերաբերմունք փոխում։ Հայաստանի հեռավոր բնակավայրերի մարդկանց համար դառնում են կարծիք արտահայտելու հարթակ։ Աքրավաձորը ոչ թե ընտանեկան արժեքները, այլ կարծրատիպեր փոխելու օրինակ է։ Կնոջ կրթություն ստանալու իրավունքի հարցում հանդիսատեսի արձագանքը միանշանակ է։ Ներկաները կարևորում են իրավահավասարությունը եւ ունեն առողջ հասարակական մտածելակերպ։ Նպատակը դա ցույց տալ կնոջ գենդերային կարծրատիպերը կնոջ վերաբերյալ ընդհանուր առմամբ, թե ինչպես են վերաբերվում կնոջը հասարակության, մասնագիտության ձեռքբերման հարցում, ռեալիզացվելու հարցում։ Ներկայացման մեջ նաև ուշագրավ կերպով ներկայացվում էր այսպես ասած օրենքի մարդու, տվյալ դեպքում գյուղապետի դերն ու նշանակությունը։ Նաև շոշափում էր պետական համակարգի համարժեք գործելու հարցերը։ Այս զգայուն թեմաների շուրջ լուրջ դասախոսությունները դրանք էական փոփոխություն չեն բերում առհասարակ բնակիչների մոտ։ Սա օգնում է ավելի թեթև մոտենալ շատ կարևոր լուրջ հարցերին եւ նաեւ խորելի լուր տեղի է տալիս եւ ամենակարևորը երբ որ մենք կողքից դիտում ենք պարզապես ներկայացում, դա այլ է, բայց երբ որ մենք ինչ որ պահի հայտնվում ենք այդ դերում, հասկանում ենք, որ մեկից ավելի շատ ժամանակի կարիք ունենք մտածելու, ոչ, կինը ունի իրավունք եւ այդ իրավունքը իրենից պետք է չխլել եւ ավելին պետք է աջակցել։ Փոփոխությունների թատրոնը թեմատիկ սյուժեների ընտրության հարցում բավական իրավիճակային է, ժամանակի թելադրանքով։ Առաջիկայում բեմից դահլիճ եւ հակառակ ուղղությամբ զարգացող բեմականացումը քո քվեն բումերանգ վերնագրով է։ Ինտերակտիվ ներկայացումը ընտրությունների թեման է շոշափելու, թե դրանք ինչքանով են ազատ ու ինչ մակարդակի է քաղաքացիական կրթությունը, ընտրությունների կարևորությունն ու որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակությունը ինչքանով է կարևորում իր դերը։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն